Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Ինչ է ԱՄՆ-ն առաջարկել Իրանին բանակցությունների ժամանակ, Սպիտակ տունը մանրամասներ է ներկայացրել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ճշմարիտ խոստում 4 գործողության 19-րդ ալիքի մեկնարկի մասին, ինչ է կատարվել գիշերը Իրանա-իսրայելական ճակատում։ Էներգետիկ քարտեզը վերաձևում է, Բաքու թե Անկարա, ով է շահում լարվածությունից։ Երբ պատերազմը խառնում է ծրագրերն ու դրամապանակը, ինչ խնդիրներ են բախվում ռազմական գոտում գտնվողները։ ԵՊՀ-ն պարտվել է դատարանում, Չեղյալ են հայտարարել Մայրբուհի հրամանը։ Իրանի հետ բանակցության ընթացքում ԱՄՆ-ն առաջարկել է Թեհրանին անվճար միջուկային վառելիք տրամադրել եւ ներդրումներ կատարել անատոմային էներգիայի զարգացման համատեղ նախագծերում։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը հնարավորություն ուներ ընդունելու ԱՄՆ աջակցությունը որպես ներդրող ատոմային էներգիայի զարգացման համատեղ նախագծերում։ Բացի այդ, Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկա ժամերին լիակատար վերահսկողություն կունենա Իրանի օդային տարածքի նկատմամբ։ Նրա խոսքով Իրանի ռեժիմը, որին ԱՄՆ-ն համարում է ահաբեկության գլխավոր պետական հովանավորը, այժմ ամբողջովին ոչնչացվում է։ Լևիթը հայտնել է, որ Միացյալ Նահանգները չի պլանավորում ցամաքային զորքեր ուղարկել Իրան, սակայն չի բացառում այդ հնարավորությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ լավ է գործում ռազմական ճակատում ու ԱՄՆ-ի աշխատանքը 1-ից 10 սանդղակով գնահատել է 15։ Մենք այսօր ունենք աշխարհի ամենահզոր բանակը, երբ խելագար մարդիկ ձեռք են բերում միջուկային զենք, վատ բաներ են պատահում։ Եթե մենք դա առաջինը չանեինք, նրանք դա կանեին Իսրայելի հետ։ Դա վերահսկողությունից դուրս երկիր է։ Եթե մենք թույլ տված լինեինք դա, նրանք դա կգործածեին մեր դեմ։ Նրանց ղեկավարությունն արագորեն թուլանում է, ով ուզում է առաջնորդ լինել, մահանում է։ ԱՄՆ Սենատը հրաժարվել է սահմանափակել Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի գործողության համար։ Իրանին հարվածներից հետո կոնգրեսի տասնյակ դեմոկրատներ կտրուկ քննադատեցին վարչակազմի գործողությունները, նշելով սրման բարձր ռիսկերը եւ սահմանադրական ընթացակարգերի խախտումները։ Ի տարբերություն հանրապետականների, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պահանջեցին, որ Սպիտակ տունը հիմնավորի գործողության նպատակները եւ ապահովի թափանցիկություն ներկայացուցիչների պալատի եւ ամերիկյան ժողովրդի առջեւ։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի Իրանի դեմ սկսած գործողությունները սկսում են ազդել նաեւ տնտեսական առումով։ ԱՄՆ բանակն Իրանի դեմ ռազմական գործողության առաջին 24 ժամվա ընթացքում ծախսել է մոտ $779 միլիոն։ Տարածաշրջանում օդանավերի եւ տասնյակ նավերի տեղակայումը նույնպես արժեցել է լրացուցիչ $630 միլիոն։ Տարածաշրջանում յուրաքանչյուր ավիակիր հարվածային խմբի օրական շահագործման ծախսերը գնահատվում են մոտ $6.5 միլիոն։ Առաջին օրվանից ի վեր ընդհանուր ծախսերը կազմել են մոտ $2 միլիոն $276 հազար։ Պատերազմի ժամային արժեքը կազմում է $9.16 միլիոն, իսկ օրականը մոտ $220 միլիոն, վայրկյանում $2546։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ավիահարվածներ են հասցնում Իրանի կենտրոնական հատվածին։ Իսրայելի պաշտպանության ուժերը պնդում են, որ կենտրոնական եւ արևմտյան Իրանում ավիահարվածների մեծ ալիքը ոչնչացրել է տասնյակ բալիստիկ հրթիռային կայանքներ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ճշմարիտ խոստում 4 գործողության 19-րդ ալիքի մեկնարկի մասին։ Հրթիռակոծել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքը եւ Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանը։ Կորպուսի հրամանատարի խորհրդականը հայտնել է, որ Իրանը 3 անգամ հարվածել է Իսրայելի գլխավոր շտաբի շենքին եւ հրետակոծել վարչապետ Նեթանյահուի գրասենյակը։ Իրանի արտակարգ ծառայությունները հայտնել են, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից վնասվածքներ են ստացել ավելի քան 300 երեխա եւ դեռահաս, զոհվել է 1045 մարդ։ Թեհրանում գտնվող դիվանագիտական ոստիկանության շենքը նույնպես ավերվել է ռմբակոծության ժամանակ։ Իրանը թույլատրել է բարեկամ երկրների 2 նավ անցնի Հորմուզի նեղուցը, սակայն այդ նեղուցը դարձել է այս օրերին Իրանի տնտեսական հիմնական զենքը։ Միջազգայնագետ Կովկասի հարցերի փորձագետ Էհսան Մովահիդյանը գործընկերոջս հետ զրույցում ասել է, որ բորսաները եւ էներգետիկ շուկաները փլուզվում են։ Նավթն ու գազը թանկացել են, փորձագետի խոսքով այս քայլը զայրացրել է հակառակորդին ու սկսել է ռմբակոծել քաղաքացիական եւ բնակելի թաղամասերը։ Սակայն Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը վերաձևում է էներգետիկ
քարտեզը։ Եվրոպան վերանայում է հաշվարկները։ Բրյուսելում փորձում են արագ արձագանքել զարգացումներին, խորացնելով գործակցությունը Թուրքիայի հետ։ Նաև փորձում են ակտիվացնել կապերը Բաքվի հետ, բայց դա կարող է արդյոք էապես փոխել եվրոպական էներգետիկ անվտանգությունը։ Ինչ կարող է փոխվել եվրոպական շուկայում եւ ինչ դեր կարող են ստանձնել Թուրքիան եւ Ադրբեջանը, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Մերձավոր արևելքում լարվածության խորացման ֆոնին Եվրամիությունը փորձում է վերադասավորել իր էներգետիկ առաջնահերթությունները։ Եվրահանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ գտնվում է Բաքվում ԵՄԱ-Ադրբեջան էներգետիկ գործակցությունն ամրապնդելու նպատակով։ Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ ադրբեջանական ուղղությունը այս բարիդրությամբ Եվրոպայի համար առաջնահերթություն է, հատկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում, դա կարևոր ուղղություն է, ինչ խոսք, բայց դա կրկնում եմ այն ծավալը չի, որը կարող է ապահովել Եվրոպական միության գազային եւ առհասարակ էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանի դերը հատկապես կարևոր է ԵՄ հարավարևելյան երկրների համար, սակայն ոչ ամբողջ միության մասշտաբով։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը հարցը դիտարկում է թվերի եւ ենթակառուցվածքների համատեքստում։ Նա հիշեցնում է, որ մինչև 2027 թվականը նախատեսվում է հարավային գազային միջանցքով մատակարարումները կրկնապատկել մոտ 10 միլիարդ խորանարդ մետրից հասցնելով 20 միլիարդի։ Ավելացնում է արդյոք սա Ադրբեջանի դեր եւ նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Իհարկե, բայց եթե հարցը դիտարկում ենք թվերով եւ լոգիստիկ առումով, ապա իհարկե այստեղ առաջանում են մի շարք հարցեր եւ ասպեկտներ, որոնց պետք է ուշադրություն դարձնենք։ Միևնույն ժամանակ Եվրամիության տարեկան գազի սպառումը կազմում է շուրջ 400-ից 450 խորանարդ մետր։ Ոստի նշված ծավալը չի կարող արմատապես փոխել եվրոպական էներգետիկ պատկերը։ Դավթյանը կարևորում է նաև Թուրքիայի գործոնը, նշելով, որ ռազմավարական նշանակություն կարող է ստանալ նրա դերը որպես գազատրանսպորտային հանգույց։ Խոսքը թուրքական հոսք եւ երկնագույն հոսք գազամուղերով ռուսական գազի հնարավոր վերարտահանման սցենարի մասին է։ Այստեղ Թուրքիան փորձում է դիրքավորվել որպես շատ կարևոր գազատրանսպորտային հաբ եւ չի բացառվում այն սցենարը, որի ներքո Թուրքիան էապես կավելացնի բնական գազի ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից վերոնշյալ գազամուղերով, վերաարտահանելով այն եվրոպական շուկա։ Եվրոպայում սա իհարկե քաղաքական նկատառումներից ելնելով դիտարկում են որպես խիստ բացասական սցենար, բայց այնուամենայնիվ հնարավոր սցենար։ Իսկ արդյոք Ադրբեջանի դերը էապես մեծանում է։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի գնահատմամբ ներկայումս խոսքը առավելապես քաղաքական հայտարարությունների մասին է, ոչ թե արագ գործնական արդյունքների։ Նրա խոսքով նույնիսկ ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործման դեպքում Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է ապահովել Եվրամիության գազային պահանջարկի մոտ 5%-ը։ Ներկա պահին այդպիսի արագ դիվերսիֆիկացիա, ինչպես ասում են մեր մոտ ասել, չի կարող ապահովել որևէ պետություն, այդ թվում Եվրամիության երկրները առանձին կամ միասնաբար։ Հա, կարող է Ադրբեջանը որոշակիորեն ավելացնի արտահանումը եվրոպական երկրներ, բայց հիմնականում Ադրբեջանի կարևորությունը ամբողջ Եվրամիության համար շատ ուշադրված է։ Ավետիսյանը նույնպես ընդգծում է տարանցիկ հնարավորությունների կարևորությունը եւ նշում, որ կտրուկ դիվերսիֆիկացիա այս փուլում իրատեսական չէ։ Նա հիշեցնում է նաեւ թուրքական հոսք եւ երկնագույն հոսք խողովակատարերով դեպի Եվրամիություն ուղղվող գազի հնարավոր տարբերակը։ Այսինքն կարող այնպես իրավիճակը ստեղծվի, որ Եվրամիությունը ստիպված լինի այդ տարբերակը դիտարկել։ Փորձագետների գնահատմամբ Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ հատկապես հարավային Եվրոպայի երկրների համար, սակայն չի կարող դառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության առանցքային հենասյունը։ Իսկ Թուրքիան, լինելով եվրոպական համակարգին միացած մի շարք գազամուղերի հանգույց, կարող է նշանակալի դեր ստանձնել հնարավոր վերաարտահանման սցենարներում։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքի փակվելուց հետո Դուբայից Երևան առաջին օդանավը ժամեր առաջ վայրեջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։ Թռիչքը տևել է 6 ժամ 5 րոպե, նախկին 3 ժամի փոխարեն։ Սակայն սա միակ խնդիրը չէ, որին բախվում են այս օրերին ռազմական գոտում հայտնված մարդիկ։ Տոմսերի գինը բարձրացել է կտրուկ եւ մի քանի անգամ։ Այսինքն, եթե զբոսաշրջիկը նախատեսել էր X բյուջե իր ճամփորդության համար, հիմա ստացվում է, որ բոլոր հաշվարկները հոդս են ցնդում։ Առաջանում են չնախատեսված ու բավական շատ ծախսեր։ Բազմաթիվ մարդիկ էլ այսօր անորոշության մեջ են։ Ինչպես է ռազմական լարվածությունը փոխում սովորական ճամփորդության կանոնները եւ ով է շահում այդ քաոսից, դիտենք ռեպորտաժը։ Տունդարձի ճամփան երկար է ու բարդ։ Միացյալ Նահանգները Իրան պատերազմը խառնեց բոլորային զբոսաշրջիկների պլանները, որոնք որոշել էին փետրվարի արձակուրդը անցկացնել օվկիանոսի ափին կամ ավելի հեռուն շարունակել իրենց ճանապարհը։
Հայկական տուրիստական խմբերում իրարանցում է մարդիկ չեղարկված չվերթների տոմսերը ձեռքներին չգիտեն, թե որ հաջորդականությամբ քայլեն։ Փաստի առջև են հայտնվել ոչ միայն օրինակ հանգստի նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ կամ Մերձավոր Արևելքի այլ երկրներ մեկնած քաղաքացիները, այլև տարանցիկ օդանավակայանում մնացած քաղաքացիները։ Ռոզան օրինակ Աբու Դաբիում ընտրել էր հյուրանոցի 17-րդ հարկի համարը եւ ծովին նայող տեսարանը, առանց իմանալու, որ շուտով հենց այդ տեսարանից է նայելու պատերազմին, իսկ բարձրահարկում մնալն այդ պահին դառնալու է իրական պատուհաս։ Ժամը գիշերվա 3-ին իջնում ենք reception, չեմ կարող ասել, որ այնտեղ ապահով է, բայց գոնե առաջի հարկա։ Սկզբնական շրջանի 17-րդ հարկում էինք հյուրանոցի բնակվում, հետո հասկացանք այդ ամսի 28-ին, որ առաջի տարհանումը տեղի ունեցավ, շատ բարձր է ու շատ դժվարությամբ կարողացանք իջնել ամբողջությամբ աստիճաններով ենք իջել, երեխայի հետ ենք մանկասալակով, մեզ օգնեցին ուղղակի հյուրանոցի անծանոթ մարդիկ։ Ամեն բացվող առավոտվա առաջին գործը նախ հյուրանոցի ընդունարան գնալն է։ Յուրաքանչյուր օր մեկ օրով երկարացնում են հյուրանոցում գիշերակացը։ Սկզբում ասել են, թե ամեն օրվա համար զբոսաշրջիկն են վճարելու, իսկ հետո իրավիճակ է փոխվել։ Առավոտյան արդեն որ հասկացան, որ ամբողջ օդային տարածքը փակ է եւ կառավարությունը կոմպենսացիա իր տուրիստներին բնականաբար մեզ ասեցին, որ կերկարացնեն ամեն օր երկարացնում են, հիմա մենք ամեն օր իջնում ենք reception եւ երկարացնում ենք մեր օրը ցույց տալով մեր cancel տոմսերը։ Ուրեմն ամսի 1-ի cancel-ից հետո 3-ին ենք վերցրել տոմս, որը որ էլի չեղարկվել է, հիմա ամսի 6-ին ենք վերցրել ու սպասում ենք մեր չվերթին, դեռ ամեն ինչ նորմալ է։ Հրթիռակոծությունները շարունակվում են օրվա տարբեր ժամերին, մարդիկ չգիտեն, որն է ճիշտը շարունակել մնալ, թե հասնել Օման, որտեղ էլ սակայն հայկական ավիափոխադրողը մի քանի անգամ թանկ գնով չվերթներ է իրականացնում Հայաստան։ Նշեմ, որ տոմսի արժեքն է 900 եվրո, ինչը ինչ խոսք շատ բարի է իրենց կողմից, այսինքն միջև վերջ փորձում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, բայց դա իհարկե թողնենք իրենց խղճի վրա։ Ամեն դեպքում այս պահին տեղեկացնում եմ, որ Հայաստանը տարհանում չի կազմակերպում իր հաշվին իր քաղաքացիների համար, այլ պարզապես կազմակերպում է ավտոբուսով ուղևորափոխադրումը դեպի Օմանի օդանավակայան։ Մեկ այլ պատմություն է տարանցիկ գոտու մնացած հայրենակիցների վիճակը։ Օրինակ, Քուվեյթով ճամփորդողները պատերազմը սկսելուն պես մնացին օդանավակայանում։ Այնուհետև Քուվեյթի կառավարությունը հովանավորեց այնտեղ մնացած այցելուների կացության եւ սննդի ծախսերը։ Երեկոյան եւ գիշերները հիմնականում ազդանշանները աշխատում են, հոպը աշխատում է եւ լսվում է հակաօդայինի ոսվասած հարվածների ձայները։ Ցերեկները հիմնականում ավելի հանգիստ վիճակը մտնորդա։ Մեր հյուրանոցում գտնվում են գրեթե ամեն ազգից, տարբեր ազգերից։ Իրավիճակը այսպես է, որ Ջազիրա ընկերությունը փորձում է ինչ-որ միջոցներ ձեռնարկի մի ուղղությամբ։ Առաջիկայում քաղաքացիների համար ճամփորդությունը մնում է բարդ ու ռիսկային։ Քուվեյթը շրջափակված լինելով Սաուդյան Արաբիայով եւ Իրաքով պահանջում է հատուկ թույլտվություններ եւ մեծ պատրաստվածություն, իսկ փոխադրողներն անվտանգության երաշխիք չեն տալիս։ Այս պահին քննարկվող միակ հնարավոր ուղին այն է, որ քաղաքացիները հասնեն Սաուդյան Արաբիայի արևմտյան մասում գտնվող Ջիդդա քաղաք, այնտեղից Ստամբուլ եւ շարունակեն ճանապարհը ինքնուրույն իրենց միջոցներով։ Սակայն նույնիսկ այդ դեպքում հնարավոր օդային տարածքների փակումը ու դրանից բխող պատասխանատվություն որևէ մեկը չի ստանձնում։ Միաժամանակ այս պահին Քուվեյթում մնացած ճանապարհորդներին մխիթարում է իրենց հասած անձնական իրերով ու մաքուր շորերով ճամպրուկները։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ մարտի 5-ին ժամը 21-ին Flyone ընկերության Մասկատ-Երևան չվերթի տոմսերը ձեռք բերած քաղաքացիները կարող են օգտվել դեսպանության եւ Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար վերջին տեղափոխումներից։ Ադրբեջանից Հայաստան է գալիս եւս մեկ գնացք։ Բաքուն հայտնել է, որ այն բեռնված է վառելիքով եւ ռուսական պարարտանյութերով։ Բալաջար կայարանից մեկնել է 31 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխում են ավելի քան 1900 տոննա դիզելային վառելիք եւ 2 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխում են 135 տոննա պարարտանյութ։
Ընթանում է կառավարության նիստը 623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10,000 դրամ եւ ավելի, 39,994 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 8,500 դրամով։ Նրանք երկարամյա զինթոշակ ստացողներն են։ Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար նպաստը բարձրանալու է 10,000 դրամով, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները կստանան 49,000, 47,500 եւ 46,000 դրամ թոշակ։ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է եւս 2 ամսով։ Դատավոր Լևոն Պետրոսյանը հայտնել է, որ դեռևս կան ռիսկեր։ Գործը նախնական դատալսումների փուլում է։ Վահագն Չախալյանն էլ դուրս է եկել քրեակատարողական հիմնարկից, նա տեղափոխվում է տուն, նրա խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ ԵՊՀ-ն պարտվել է դատարանում։ Իրավաբան Սահակ Մանուկյանը հայտնել է, որ դատարանը բավարարել է իր հայցը ամբողջությամբ, այսինքն անվավեր է ճանաչել ԵՊՀ ռեկտորի աշխատանքից ազատելու մասին հրամանը եւ Մանուկյանը վերականգնվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում։ Հիշեցնեմ, որ Մանուկյանն իր հերթական դասախոսության ժամանակ ներկայացրել է դեմոկրատական քաղաքական ռեժիմը եւ դրա հատկանիշները։ Դասախոսն ուսանողներին բացատրել է, որ անգամ դեմոկրատական ռեժիմի պայմանում խոսքի ազատությունը չի կարող բացարձակ բնույթ կրել եւ որ խոսքի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի արժանապատվությունը։ Որպեսզի ուսանողները հասկանան, թե զրպարտանքն ինչով է տարբերվում վիրավորանքից, Մանուկյանը նրանց հետ քննարկել է նմանատիպ դեպքեր, մեջբերելով խոսքեր Սկոչ եւ Վիսկի ֆիլմից, եւ հենց սա էլ դարձել էր նրան աշխատանքից հեռացնելու պատճառը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն։